Հարց համար 1. Ինչով է սահմանվում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի իրավունքները։ Սահմանադրությամբ։ Ապրես Լիլիթ, հաջորդ հարցը։ Որ մարմինն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունը։ Ազգային ժողով։ Ապրես Լիլիթ, դու խելք ես, ու իզուր չի, որ դու մեր կուրսի ավագն ես, դու իրավաբանությունից ամեն ինչ գիտես։ Ապրեսան, ուղղակի հիմա մի քիչ անհանգիստ եմ, տեսնես այս քննությունը կկարողանամ նորմալ հանձնեմ, թե չէ։ Կհանձնես Լիլս, կհանձնես, էլ ոնց կհանձնես, շատ լավ։ Ու ինստիտուտ ավարտելու ես կարմիր դիպլոմով ու դառնալու ես շատ հայտնի իրավաբան։ Չէ, ես իրավաբան չեմ ուզում։ Ես ուզում եմ պապայի հետքերով գնամ ու դառնամ քննիչ։ Բարև ձեզ երեխեք ջան, բայց ինչ եք անում։ Քննության ենք պատրաստվում, պապ ջան։ Ես հետ արդեն հասկացա, որտեվ երկար ժամանակ է դրան հետևից ձեզ եմ լսում։ Բա ինչի՞ ես մեզ լսում, պապ ջան։ Որովհետև կասկածներ ունեի, որ դուք իրավաբանականում չեք սովորում, բայց հիմա լսեցի ու հասկացա, որ ինձ սխալ են զեկուցել։ Մենակ մի հարցն է մութ մնացել։ Ինչի համար եք երեք գնացել թատերական ստուդիա։ Արամ ձեզա, ուղղակի մեզ ասել էին, որ ինչ-որ կնոջ են խեղդել բեմի վրա, մենք էլ գնացել էինք, որ տեսնեինք, հետո պարզվեց, որ ներկայացում է։ Պրակտիկայի եք գնացել։ Հասկացա։ Բայց ես քո հետ էլ լիքը հարցեր ունեմ, Աննա։ Ինչ հարցեր, Արամ ձեզա։ Դեռ չգիտեմ, Աննա, բայց դու ինձ շատ կասկածել ես թվում։ Նենց որ ուշադիր եղի, ես քեզ հետևում եմ։ Բոլորայա լինելու ու ահավոր կինո։